Իրանում ցույցերը չեն դադարում Իսլամական Հանրապետության տարբեր քաղաքներում, այդ թվում Թեհրանում ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են եղել։ Զոհերի թիվն աճում է, իրավապաշտպանների գնահատմամբ այն կարող է հասնել 650-ի։ Իրանական կողմը զոհերի վերաբերյալ պաշտոնական թվեր դեռ չի հրապարակել։ Երկրի ամբողջ տարածքում ինտերնետ հասանելիությունը դեռ սահմանափակ է։ Զուգահեռ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ իշխանությունները երկխոսություն են սկսել ցուցարարների ներկայացուցիչների հետ։ Նրանց անձամբ հանդիպել են նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը։ Ամերիկացիներին խորհուրդ է տրվում նախատեսել հաղորդակցության այլընտրանքային միջոցներ եւ եթե հնարավոր է լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով։ Տեղեկություններ կան, որ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագիտական աջակցության աշխատակիցները լքել են երկրի տարածքը։ Ֆինլանդիայի նախագահն էլ կոչ է արել Թեհրանին ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։ Ակցիաների մասնակիցներին աջակցություն է հայտնել նաև Փարիզը։ Բերլինից խոստացել են պատժամիջոցներ սահմանել իրանական իշխանության նկատմամբ։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ևս հայտարարել է, որ պատրաստ է նոր պատժամիջոցներ առաջարկել Իրանի դեմ։ Դոնալդ Թրամփն ավելի վաղ նշել էր, որ Սպիտակ տունը եւ ԱՄՆ զինված ուժերը վերլուծում են Իրանում ցուցարարներին աջակցության տարբերակները, չի բացառվում ավիահարվածների հնարավորությունը։ Նա հավելել էր, որ Իրանի ղեկավարությունը դիմել է իրեն բանակցությունների խնդրանքով։ Նաև Վաշինգտոնից հայտարարել են, որ 25%-ի չափով մաքսատուրք կսահմանեն Իրանի հետ առևտուր անող բոլոր երկրների նկատմամբ, թե որ երկրների մասին է խոսքը հստակ չի նշվում։ Ըստ Բլումբերգի, Իսլամական Հանրապետության առևտրային ամենակարևոր գործընկերներից են Հնդկաստանը, Չինաստանը եւ Թուրքիան։ Ցույցերի ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն եւ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Շոյգուն դատապարտել է Իրանի ներքին գործերին միջամտելու արտաքին ուժերի փորձերը։ Կողմերը պայմանավորվել են համակարգել անվտանգային ոլորտի հարցերը։ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Խարկովին եւ Օդեսային։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալով Խարկովում փոստային բաժանմունքի թիրախավորման հետևանքով 4 մարդ է զոհվել, եւս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Օդեսայում հարվածների 2 ալիք է գրանցվել, քաղաքի կենտրոնում վնասվել են բնակելի տներ, ինչպես նաեւ հիվանդանոց, մանկապարտեզ, դպրոց։ Հաղորդվում է 5 տուժածի մասին։ Կիևում էլ պայթյուններ են որոտացել, զլմները հաղորդում են հրթիռների եւ ԱԹՍ-ների հարվածների մասին։ Գրանցվել են մատակարարման անջատումներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ այս գիշեր ոչնչացվել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք Ռոստովի, Բելգորոդի, Կուրսկի, Ղրիմի օդային տարածքներում։ Լրատվամիջոցները նշում են, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Տագանրոգին, թիրախավորվել է անօդաչու թռչող սարքերի մասերի արտադրության ձեռնարկություն։ Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, Միացյալ Նահանգները ցանկանում է ստանալ Գրենլանդիան, քանի որ հակառակ դեպքում այն կարող են գրավել Չինաստանը կամ Ռուսաստանը։ Դա լավ չէ ոչ Միացյալ Նահանգների, ոչ Եվրոպայի, ոչ էլ Գրենլանդիայի համար, լրագրողների հետ զրույցում նշել է Քերոլայն Լևիթը։ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է ապահովել Գրենլանդիայի անվտանգությունը, քանի որ կղզին ԱՄՆ նախագահի խոսքով չունի սեփական պաշտպանությունը։ Գրենլանդիան պետք է գործարք կնքի, եթե չի ցանկանում, որ Ռուսաստանը կամ Չինաստանը գլուխ բարձրացնեն, շեշտել է նա։ Զուգահեռ ներկայացուցիչների պալատից հանրապետական Ռենդի Ֆայնը ԱՄՆ-ին Գրենլանդիայի միացման մասին օրինագիծ է ներկայացրել։ Ըստ կոնգրեսականի դրա նպատակն է պաշտպանել ԱՄՆ ազգային շահերն Արկտիկայում եւ հակազդել Պեկինից ու Մոսկվայից բխող սպառնալիքներին։ Ավելի վաղ Դանիայի վարչապետը հայտարարել էր, որ Գրենլանդիան ուժով զավթելու ցանկացած քայլ կխաթարի տրանսատլանտյան անվտանգության 80-ամյա կապերը։ Նա նշել էր, որ ՆԱՏՕ-ի մի երկիրը չի կարող հարձակվել դաշինքի մեկ այլ անդամի վրա։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն էլ համոզմունք է հայտնել, որ Արկտիկայի անվտանգությունը պետք է առաջնահերթություն դառնա ՆԱՏՕ-ի համար։ Մարկ Ռյուտեի խոսքով եվրոպական մի շարք երկրներ քննարկում են Գրենլանդիայում իրենց ռազմական ներկայությունը մեծացնելու հնարավորությունը, իսկ Դանիայի թագավորությունը, որի մաս է կազմում Գրենլանդիան, մեծացնում է ռազմական ոլորտի ներդրումները։ Նա շեշտել է, Արկտիկայի համար առաջին հերթին վտանգ են ներկայացնում Ռուսաստանը եւ Չինաստանը։ Վենեսուելայի շուրջ իրավիճակի ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների եւ Մեքսիկայի նախագահները։ Կլաուդիա Շեյնբաումը հայտնել է, որ Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել են անվտանգության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ներդրումների եւ առևտրի հետ կապված հարցեր։ Շատ լավ զրույց ունեցանք նախագահ Թրամփի հետ, ընդգծել ենք, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն առանց խախտելու երկրների ինքնիշխանությունը, շեշտել է Մեքսիկայի նախագահը։ Շեյնբաումը հավելել է, գործակցությունը եւ փոխադարձ հարգանքը միշտ լավ արդյունքներ են տալիս։ Նա նաեւ նշել է, որ Մեքսիկան
Թրամփն պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում Միացյալ Նահանգների եւ Կուբայի միջև։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայում գործող նարկոկարտելների դեմ կարող են ռազմական գործողություններ իրականացվել։ Նա հույս էր հայտնել այդ հարցում գործակցել երկրի իշխանության հետ։ Դիանա Գասպարյան, լուրեր։